Նիկոլը ծառայում է սատանային, այսօրվանից մեր կարգախոսը Նիկոլ Նեռապաշտ։ Նզովք դավաճաններին, ամոթ լրողներին գոչելով կառավարություն են եկել մի խումբ քաղաքացիներ։ Ահազանգում են, վերջը եկել է, պետության վերջը, պետականության վերջը, հայրենիքի վերջը։ Հերիք է նստեք դունը և բավարարվեք ստատուսներ գրելով։ Նիկոլը հանդես է գալիս ամենա երևի թե ծանր նախաձեռնությամբ ջարդելու մեր հիմնասյունը հայ առաքելական եկեղեցի։ Եկեղեցու դեմ իշխանության սկսած պայքարը եթե չկանխվի, այլևս հնարավոր չի լինի աշխարհի երեսին հայ ազգի գոյությունն ապահովել։ Այսօր Հայաստանի իշխանությունը գործում է սպասարկելով բացառապես թշնամու շահը, վստահ են Փաշինյանի նստավայրում հավաքված քաղաքացիները։ Տեսել են, թե ինչ ցնծությամբ է ադրբեջանական մամուլը արձագանքում Փաշինյանի հակաքրիստոնեական պայքարին։ Ադրբեջանական մամուլը, ադրբեջանական ներկայիս հաղորդագրությունների մակերեսային դիտարկումը անգամ ակնհայտ է դարձնում, որ այս արշավը մեր իշխանությունների կողմից թելադրվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։ Ես ուզում եմ դիմել բոլոր մարդկանց, ովքեր երբեմն գոնե վառում են մոմեր և աղոթում են առ Աստված։ Որտեղ եք դուք այժմ, երբ որ ձեր հավատը ոտնահարված է։ Որտեղ եք դուք այժմ, երբ որ Նիկոլը համարձակվել է պղծել հայ առաքելական եկեղեցին։ Եկեղեցին պղծվում է ամեն անգամ, երբ Փաշինյանը նոր գրառում է անում, թիրախավորելով հոգևոր հայրերին, պիտակավորելով վանական համալիրները և դրանք համեմատելով խորդանոցների հետ, համոզված են ակցիայի մասնակիցները։ Բոլորը սուտ, խանգարող, ընդհանուր վեկտրից շեղող, չգիտեմ, միջոցառումներ են, չգիտեմ ինչեր են։ Հրաժարական չեն պահանջում այս մարդիկ, պահանջում են պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր տրորում են հայ ժողովրդի հավատը։ Ես չեմ պահանջում հրաժարական, ես պահանջում եմ դատել Նիկոլին անմիջապես։ Ու ես պահանջում եմ անմիջապես քրեական պատասխանատվության ենթարկել իր կենակցին այս ամբողջ բոլոր տեսակի օրենքները ոտնահարելու համար։ Շարունակաբար ամենավերջի բարերով ես հայհոյանքն եմ, չգիտեմ արդեն ինչ սահմաններ իրենք, ես հասկանում եմ, որ կրթություն չունեն, ես հասկանում եմ, որ այդ խորդանոցներում իրենք են մեծացել և որևէ կրթություն չեն ստացել, դրա համար երբեմն փորձում են ասել, որ կրթությունը նորաձև է, որ իրանց ներշնչեն, որ կրթություն են ուզում ստանալ, այնուամենայնիվ իրենց պետք է դատել, անհապաղ։ Սատանայի ծառա Նիկոլ Նեռապաշտ կառավարությունը էկզորսիզմի կարիք ունի գրություններով պաստառներ են բերել ակցիայի մասնակիցները, նաև խումբ կառավարության բակում խնկարկելու, տարածքը չարիքից մաքրելու համար։ Եթե մարդիկ հիմա դուրս չգան, այդ համացանցային տիրույթից դուրս իրենց տեսակետը չարտահայտեն և չպաշտպանեն հայ առաքելական եկեղեցին, վաղը հնարավոր է մեր գոյության հարցը դրվի ու ինչ ենք անելու, էլի սպասելու ենք, ուղղակի սպասելու ենք, թե մեզ ոնց են ոչնչացնելու։ Լիլիթ Խալաթյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։